Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 9 ապրիլի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Մայրության և գեղեցկության տոնը Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվեց պոեզիայի շնչով։ Գրադարանը հյուրընկալել էր տարբեր բնագավառների կանանց, վայելելու գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի դերասանների ընթերցումները։ Գեղարքունիքի մարզային գրադարանում տոնական ընդունելություն է։ Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումը բանաստեղծական է բոլոր առումներով։ Գարունը, ծաղկունքն ու բարձր տրամադրությունը դիմավորում են հենց մուտքից։ Գրադարանի հյուրերը հիմնականում կանայք են, համայնքի կրթամշակութային և առողջապահական հաստատություններից։ Միջոցառման նախաձեռնությունը գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանինն է և անցկացվում է Գավառի համայնքապետարանի ու Գեղարքունիքի մարզային գրադարանի գործակցությամբ։ Իսկ բանաստեղծական շունչը բերել են Հայաստանի գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանը և Արամ Կոստանյանը, ժամանակակից բանաստեղծներ, Գավառի պատվավոր քաղաքացիներ Լևոն Բլբուլյանը և Տիգրան Նիկողոսյանը։ Նրանք մշտապես մասնակցում են հայրենի քաղաքում կազմակերպվող գրական մշակութային միջոցառումներին, պահպանելով սերտ կապը գրադարանների հետ և իրենց ներկայությամբ ոգեշնչում մեր համայնքի ընթերցողներին և երիտասարդներին պոեզիայի և գրականության հանդեպ սիրո տարածման գործում։ Հայ պոեզիայի անցյալի և ներկայի մասին համառոտ բանախոսությունից հետո ազգմունքի վարպետները նախ ընթերցում են բանաստեղծություններ արևելահայ և արևմտահայ դասականներից, ապա Լևոն Բլբուլյանի և Տիգրան Նիկողոսյանի ստեղծագործություններից։ Երբ որ ձեզ ասեն, որ այսօր պոեզիա չկա, գրականություն չկա, թատրոն չկա, չհավատաք, դա սուտ է, կեղծիք է։ Եվ հավատացեք, որ հայ բանաստեղծության, բազմադարյան հայ պոեզիայի այդ ոսկե շղթան շարունակվում է այսօր նույնպես եւ ունենք հրաշալի ժամանակակից պոեզիա։ Հիմի շատ են երգիչները։ Հոգու ուզած տաղը չկա։ Ամենայն տեղ խնդություն է սրտի ուզած խաղը չկա։ Ուր ոտ դնես բաղը հիմի, շահնշահի բաղը չկա։ Ման եմ գալիս քուչա, սիրեկանի թաղը չկա։ Մատեոս Զարիֆյան, կարեկցություն։ Վստիկ աղջիկ մինձի գսե, թե զիս խենթի վես կսիրե, վստիկ աղջիկ մը զիս սիրե։ Գիշերն անուն իմ աչքերուն, երևի թեր նա չեր դեսեր, վստիկ աղջիկ մինձի դասեր։ Երևի դեր նա չէ նայել հոգվույս խավար ամթունցնի վար, վստիկ աղջիկ մինձ սիրահար։ Ու թե ահա նորից ես խռով եմ քեզնից, պատրաստ իմ այս դժվար սիրուց հրաժարվել, գիտեմ, հենց որ ծնվի երգը հրաժեշտի, կթվա քեզ հենց նոր եմ սիրահարված։ Հերվից հեշտ էր քեզ սպասել, կարոտն այսպես չեր մոլեգնում, սիրտես քեզ էր կանչում անվերջ, բայց և այսպես չեր խենթանում։ Հիմա գիտեմ, մոտ ես այնքան, օրս բուրում է քո շնչով, ամեն վարկյան կարող ես գալ, արշալույսվել ողջ հմայքով։ Ձեռքդ տուր, թանկս, հարազատս, մնացյալն անիմաստ է, ավելորդ։ Ինչ սիրուն է վառվում հորիզոնը, քեզ ոչինչ չի հուշում արդյոք։ Անցել են օրեր անդարձ, լեցուն երազով ու սիրով, բայց ապրում է հուշը թանկ, անցյալի կարոտներ շախտալով։ Ջերմակ ու վարդագույն հագել, նարոտ է կապել դաշտերին, նեկտարը մեղվին թողել, թերթիկները քամու թևերին։ Մեղուն նեկտարը կտանի, թերթիկները կապրեն գրքերում, միտեղ կարոտներ կայրվեն, և հուշը կծաղկի մի սրտում։ Եվ լսում եմ հանկարծ, այլ էլ հեռու հեռվից դռան թակոց, ով է, ինչ է ուզում, ու մինչ կմոտենամ, մեկ էլ պարզ է դառնում, որ թակոց ախր իմ ներսից է գալիս։
չգիտեմ, հայրենիքի հավառում էր դրա համար էր այդ ջերմությունը, թե դրան գումարվեց կանանց մայրության տունը եւ այս ժպիտները, այս գեղեցիկ կանայք, որոնց նվիրված է այս միջոցառումը, եւ առանձնատու ջերմություն այսպես լիցքերը ստացան ձեզնից։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ գրականության համար ոչ պատեհ ժամանակներ են, բայց շարունակում ենք գրել մտածելով, որ կլինի մի օր մենք կգանք մեր սիրելի համակարգացիներին, կուրախացնենք իմ ընկերները սիրով են ընդունել այդ հրավերը, մենք եկել ենք ստեղ ձեզ շնորհավորելու, մի քիչ էլ անհամեստ գտնվեցինք, որ մեր գործերը կարդացվեցին, ամեն ինչ շատ լավ է, շատ գեղեցիկ է, շնորհակալություն մարզային գրադարանի տնօրենին։ Մեր համագործակցությունը ամեն անգամ այսպիսի հրաշալի արդյունք է տալիս, եւ ես ուրախ եմ։ Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, տանս ճրակն էիր եւ ծուխներ տանս, քոնը իմն էր, իմը քոնը, հավիտյանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանը։ Պոեզիայի շունչը տարածվում է լսարանում եւ ընթերցումները շարունակում են ունկնդիրները, իսկ տոնական միջոցառման ողջ ընթացքում ստեղծագործում է ճարտարապետ, քանդակագործ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը։ Մեկը մյուսի հետևից ծնվում են ծաղրանկարներ, լսարանը լցնելով ծիծաղի հնչյուններով եւ բարձր տրամադրությամբ։ Գավառի մարզադպրոցում կայացել է դպրոցի հիմնադրման եւ կայացման գործում մեծ ավանդ ունեցած Գրիշա Ափրոյանի 90-ամյա տարելիցին նվիրված մրցաշար։ Մենամարտերում իրենց ուժերն են չափել կրտսեր, պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկները։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում բռնցքամարտի հերթական մրցաշարն է Գեղարքունիքի եւ Հայաստանի այլ մարզերի բռնցքամարտիկների մասնակցությամբ։ Մրցաշարը նվիրված է մարզադպրոցի հիմնադրման եւ կայացման ակունքներում եղած Գրիշա Ափրոյանի 90-ամյա տարելիցին։ Մրցաշարը մեկնարկում է մարզիկներին եւ մարզիչներին ողջունելու արարողությամբ։ Այնուհետև մենամարտերը սկսում են կրտսեր տարիքային բռնցքամարտիկները։ Նպաստում է բռնցքամարտի զարգացումը Գեղարքունիքի մարզին, ոչ միայն Գեղարքունիքի մարզին, այլ Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրենք լավագույն բռնցքամարտիկին, համալրենք մեր հավաքականը եւ մասնակցենք առաջիկա Հայաստանի Հանրապետության առաջին։ Բռնցքամարտիկները մասնակցում կրտսեր տարիքի, ավագ տարիքի եւ երիտասարդների իրենց քաշային կարգում եւ տարիքային առանձնահատկություններով։ Մրցաշարին մասնակցում են մարզիկներ Գավառից, Նորատուսից, Լճաշենից, Սևանից, Լիչքից, Վանաձորից եւ Իջևանից։ Կրտսեր տարիքայիններից շատերի համար այս մրցաշարը մարզական առաջին լուրջ իրադարձությունն է։ Շատերի համար էլ որպես մարզիկ կատարելագործվելու, սեփական ուժերը փորձելու եւ մարզական հմտությունները հղկելու լավագույն հնարավորություն է։ Մարզվում եմ 2 տարի, Լիճ գյուղում եմ սովորում, ուրախ եմ, որ ես հաղթեցի, առաջին անգամ կռվա եւ հաղթեցի։ Պարապում եմ 3-4 տարի ու իմ համար բոքսը շատ կարևոր է, մասնակցել եմ բազմաթիվ մրցումների, շատ եմ սիրում բոքսը, որ ես հաղթում եմ, մենակից ուրախ չեմ լինում, ուրախ եմ լինում, որ նաեւ իմ ընկերներն են հաղթում, եթե իմ ընկերները չեն հաղթում, ես իրանց փոխում եմ, որ հաջորդ անգամ իրակ հաղթեն, նույնիսկ եթե ես չեմ հաղթում, հաջորդ անգամ են իրակ են ինձ փոխում, որ հաղթեն։ Մասնակցում են 15 հոգի իմ թիմից, իմ երեխեքից։ Գեղեցիկ մրցաշար է, շնորհակալ ենք կազմակերպիչներից, ամեն ինչ նորմալ կազմակերպել են։ Մրցաշարը կարևոր է մեր մարզիկների համար, որպեսզի իրանք ավելի կարողանան իրանք բռնցքամարտի պարապմունքների, մրցումների մեջ հմտանան, ավելի մեծ բեմերում հանդես գալու համար։ Հոբելյանական մրցաշարը ոչ միայն բռնցքամարտի զարգացմանն ու տարածմանն ուղղված միջոցառում է, այլ նաև ներկա սերունդներին սպորտի զարգացման երախտավորների մասին պատմելու առիթ, ընդգծում է միջոցառման կազմակերպիչ Մարատ Կարոյանը։ Նա Ափրոյան ընտանիքին փոխանցում է հուշանվեր ի հիշատակ հոբելյանական մրցաշարի, իսկ մասնակից մարզիկներն իրենց պարգևները ստանում են մենամարտերից անմիջապես հետո։ Պարգևատրվում են եւ առաջին եւ երկրորդ տեղ գրաված մասնակիցները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։